Այսպես ընտրություններին հանրապետականում ինչպիսին է տրամադրությունը եւ հասկացանք ձեր ԳՄԻ նիստում քննարկվել է հարցը, ունեք վերջնական լուծումներ։ Ավելացնելու բան չունեմ, կուսակցության փոխնախագահը դրա մասին մի քանի անգամ խոսել է, քննարկումները սկսել են, որոշումներ չունենք։ Երբ որ կլինի վերջնական որոշում, մենք կտեղեկացնենք։ Պարոն Շարմազանով, որոշումների հարցում շտապում են իշխանությունները, տեսնում ենք, որ այսպես անշեղորեն գնում են եկեղեցու վերջնական այսպես ջլատմանը, արգելեցին մեկ այսպես ստորագրությամբ մեր հոգեորականների երկրից դուրս գալը, Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց, քաղաքական ուժերի անելիքը որն է։ Նոր հեծանիվ չպետք է ստեղծենք։ Պայքար, պարզապես այդ պայքարը ցանկալի է եւ անհրաժեշտ է, որ ավարտվի դրական արդյունքով։ Պայքար, այլ տարբերակ չկա, կամ ոչինչ չպետք է անես, կամ պետք է պայքարես։ Պարզապես պայքարը պետք է ավելի համակարգված լինի, իմ կարծիքով ավելի միասնական լինի։ Տեսնենք, բաց ուժերն են անհավասար։ Ես մեկ անգամ չէ որ ասել եմ, սա խնդիրը միայն նիկոլական վարչակարգի մեջ չի, խնդիրը նրան հովանավորողների մեջ է։ Մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ թե մի կողմ, դա ակնհայտ է շատ, բայց ինչա արևմտյան կառույցները չեն քաջալերում, արտաքին գործերի նախարարը, որ ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում, քանի եվրոպական պատգամավոր նրա դեմը դրեց, որ Հայաստանում այդքան քաղաքական բանտարկյալներ կան, որ պետությունը խառնվում է եկեղեցու գործերին, որը հակասահմանադրական է։ Դե վերջ, բան չի մասին է խոսքը։ Եթե Նիկոլ Փաշինյանին դուրս ծափահարում են, նաև ծափահարությունների տակ իր գործն է անում։ Նիկոլ Փաշինյանը ես մեկ անգամ չէ որ ասել եմ, ինձ հիշեցնում է անտիկ ժամանակաշրջանը, բայց բացասական առումով էլի։ Հռոմում ասում էին, հին Հռոմում հաց եւ տեսարաններ։ Հացը բենզինը չես Ադրբեջան են բերում, տեսարաններն էլ բառաբաններով նվագում են։ Հիմա պետք է հասկանանք մեր ազգը, մեր հասարակությունը, քաղաքական էլիտայից, ուժերից մինչև քաղաքացիներ բոլորը, հա, այդ բառաբանի ու տակ ապարում են, թե գիտակցում են, որ Հայաստանը գնացել է երրորդ հանրապետության ինքնալուծարման ճանապարհով։ Կամ ամենայն դեպս Նիկոլը դրան է տանում։ Ես ինչ ասել եմ, մնում եմ իմ կարծիքին։ Այդ որ ասում եք եկեղեցականներին բան ինչ պետք է, ասեք դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը պետք է բացեցեք, թե։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին երկու բառի համար մեր ձևով կաջակցելու համար այդ մարդուն կալանավորել է։ Աշոտյան Արմենը ինչի համար է դատվում։ Սերժ Սարգսյանը այսօր այս գործերն ինչի մասին է։ Այդ որ գործի բան կա, որ ում ուզում են ճտտստում են, բերում են մեղադրալիաթորին, ում ուզում են փակում են, ում ուզում են բացում են, իրանք անվանել են ժողովրդավարության բաստիոն, ես ամեն ինչի մեջ իրանց հետ իմ համար ամեն ինչ պարզ է։ Այդ արևմուտքը, այդ սուտի եվրոպական արժեքներ կրողները, սուտի ժողովրդավարները, բա մի հատ ծպտուն թող անեն։ Մեր իշխանության ժամանակ հիշում եք, որ Աստված մի արասցե, մի հատ թեկուզ փոքր անարդարություններ ելում, Հայաստանում էլ իրավապաշտպան չէր լինում, էլ եվրոպականում միջազգային կառույց չէր լինում, որ բաները խիստ գնահատականների հետևից, էլ չեմ ասում սանկցիաներ։ Պարոն Շարմազանով, այս իրավիճակով չեն լեգիտիմացնում նաև այն քայլերը, որոնք օրինակ հաջորդ իշխանությունը կարող է գործադրել արդեն այս իշխանության նախորդ իշխանության դեպքում։ Միջազգային իրավունք այս իշխանությունները իրենց այս վարկով չեն լեգիտիմացնում այն պատժամիջոցները, որոնք հնարավոր է որ հաջորդիվ իրենց դեմ իրարվեն։ Բայց այս իշխանությունները Լյուդովիկոսյան ճանապարհով են գնում։ Մի Լյուդովիկոսն ասում է ինձնից հետո չեկուց ջրհեղեղ, Նիկոլն էլ ատես գնում, մյուս Լյուդովիկոսն էլ ասում էր պետությունը ես եմ։ Երկուսն էլ Նիկոլն ասել է, համասլակառավարությունը ես եմ, համ էլ աշխատում է իրանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Իրանց պետք է իրանց աթոռը, իրանց պաշտոնը եւ կապ չունի այդ գործողությունները կգնա Հայաստանի ադրբեջանացման ճանապարհով, թե ինչ։ Եթե մի պետության մեջ դատանի դեմը եկել ենք պայքարելու, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ինչ կարում է անում է։ Երկրորդը, ասինքն ինչի վրա ենք զարմանում, էլի։ Ինչի վրա ենք զարմանում։ Բայց եկեք ասում եք եկել ենք դատարան դեմի պայքարը, դուք եկեք Սերժ Սարգսյանի հերթական նիստին։ Պայքարը չպետք է լինի իշխանության դեմ, օրինակ, չգիտեմ,
impeachment-ի գործընթաց կար, փողոցային պայքար միջև Հիմա էլ կա impeachment-ի գործընթաց։ Հիմա էլ կա impeachment-ի գործընթաց։ Հիմա հարցը ձևակերպեք, սիրով պատասխանեմ։ Պայքարի Ինչու է տեսք։ Գիտեք, հիմա կոռեկտ չի, ես ելնեմ մնացածի վրա բոշկա գլորեմ կամ այն մարդիկ, ովքեր որ իմ կարծիքին չեն, այն քաղաքական ուժերը մեղադրեմ։ Ամեկը impeachment-ով է տեսել, մյուսը ընտրությունով է տեսել, ես մի բան կարող եմ արձանագրել։ Այն պահից, երբ որ փողոցային պայքարը դադարեց կամ պասիվացավ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ ռեժիմը սաստկացրեց իր պայքարը ազգային ուժերի դեմ։ Եվ ես դա ասել եմ դեռևս սրբազան շարժման ժամանակ։ Այս իրավիճակը ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին, որ ընդդիմադիր դաշտը պառակտված է։ Բայց ինչ է նշանակում պառակտված, էլի, պառակտված, երբ Հանուր նպատակը ո՞րն է, պարոն Շարմազան։ Լավ, ընդդիմադիր դաշտը որ կոնկրետ հասցեական ասեք, Հանրապետական կուսակցության ընդհանուր նպատակը ավելացնի, միասին չխոսենք, էլի։ Հանրապետական կուսակցության նպատակը Հանրապետական կուսակցության ծրագրում ամրագրված է։ Դեռևս Աշոտ Նավասարդյանի ժամանակ ազգային պետություն։ Հայկական Արցախ։ Այդ է եղել մեր նպատակը։ Հիմա այս մարդը ու այս թիմը ամբողջ երրորդ հանրապետության նպատակի գրեթե ոչնչացրել է։ Այս փուլում տակտիկական նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն է։ Դուք կարող եք ընդդիմության այդ հատվածին մեղադրել, ասել դե արդյունքի չեն հասել, բայց չեք կարող մեղադրել որևէ մեկը, որ մարդիկ չեն պայքարել։ Բոլորը խոսքը միայն հանրապետականի մասին չի։ ՀՊՇ-ի շարժումը եղել ամիսներով դուրս ենք եղել, դիմադրության շարժումը եղել ամիսներով դուրս ենք եղել, ու դուրսը նես չէ, էլի, որ նստել կոֆե ենք խմել։ Սա որ այստեղ համարյա մարդ չկա, որ բերման չի ենթարկվել, կա որի վրա քրեական գործ չկա։ Եվ կալանավորվել ենք, մի արդյունքը ո՞րն է, բայց պայքարես որ արդյունքը լինի։ Իսկ արդյունքը ո՞րն է, ասիկա Վարդան Մամիկոնյանը, որ ավարարի ճակատագրում պարտվեց, չպայքարեին։ Արդյունքում հետո եկավ Վահան Մամիկոնյան, հետո եկավ Կարմիր Վարդան, հետո եկավ Ռշտունին, հետո էլ բաղդատուներն եկան անկախություն եղավ։ Ասիկա մեր խնդիրը պետք է լինի նաև, պարզ եմ ասում։ Այս ամեն ինչից չհոգնել, իմաստավորված, ցույց տալ, որ թրքացմանը, ադրբեջանացմանը եւ 5-րդ շարասյուն դառնալուն կա այլ ընտրանք, ազգային պետություն։ Եվ մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի, ինչքան էլ մենք ուժերը անհավասար լինեն, մենք պետք է ասենք, որ ճիշտ է, հեսա, ճիշտ է 30 տարին է, 88-2018 թիվն է ճիշտը։ Եվ 88-2018-ը հայ ժողովրդի, ով սենս կասի, ով նես կասի, ոսկե դարն է եղել։ Քանի դեռ մենք ազգովի չենք հասկացել, որ հաղթելը ավելի լավ է, քան պարտվելը, արժանապատիվ ապրելն ավելի ճիշտ է, քան Ադրբեջանի զուրնի տակ ապրելը, սենց վատ է լինելու։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ով ականջ ունի, թող լսի, ով աշկ ունի, թող տեսնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։